Ներկայացնեմ մեր հյուրին Երևանի քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը։ Շնորհակալություն, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն ինձ այսօր հյուրընկալելու համար։ Սիրով եւ անցնենք առաջ միանգամից խոսենք այն մասին, թե ինչպես ծնվեց այս գաղափարը։ Գաղափարը իրականում քաղաքապետինն էր։ Ինչ իրականությունն է, այն էլ իրականությունն է։ Մենք երկար ժամանակ ենք խոսում, թե ինչպես կարող ենք գիտահեն մեթոդաբանություն, բերել մեր նախակրթական հաստատություններ, պահելով նախարարության կողմից ստեղծված կարգը, բայց փորձելով լավարկել երեխաների հոգեբանական, սոցիալական այդ միջավայրը, որում որ գտնվում են։ Հետո եղավ հանձնարարականը, որից հետո երևի թե եթե ճիշտ եմ հիշում, շուրջ 3 ամիս իմ թիմի կողմից իրականացվեց երկրորդային հետազոտություն, որպես այդպիսին հետազոտություններն լինում են առաջնային եւ երկրորդային սիստեմային հետազոտություն MMAT մեթոդաբանությամբ, որի ընթացքում ուսումնասիրվեցին ավելի քան 16000, եթե ճիշտ եմ հիշում, 16000 գիտական աղբյուրներ դատաբազաներից, առանձնացվեցին հիմնական մեթոդաբանությունները, որոնք իրականում 5-ն են։ Այդ 16000-ից մենք հասկանում ենք, որ 5-ն են հիմնական մեթոդաբանությունները եւ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում։ Մեթոդաբանություն ասելով այս դեպքում ինչ նկատի ունեք։ Գոյություն ունեն պրոտոկոլներ, այսինքն ապացուցային գիտային պրոտոկոլներ, որոնք որ հետազոտությունների, trial-ների միջոցով իրականացվել են ու ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Հիմա այդ 16000 գիտական աղբյուրներում միշտ հղում էր կատարվում 5 հիմնական մեթոդաբանությունը, որի մեջ կարևորագույն դեր է կատարում հույզերի ճանաչումը, գիտակցումը, անվանումը, բարձրաձայնումը։ Դրանք հիմնական հմտություններն են, որ պետք է երեխաները սովորեն 3-ից 6 տարեկան։ Այո, բայց նաև դա հենց մեթոդաբանության անվանում է, այսինքն այդ հապավումը, երբ որ մենք անգլերեն ենք ասում, ruler-ը կոչվում այդ մեթոդաբանությունը, դա հիմնական մեթոդաբանությունն է, որը որ մենք տեսնում ենք ամեն օր։ Ուստի արդեն սա ադապտացնելով, տեղայնացնելով, որովհետև մեթոդաբանությունը մեզ կարա տա ուղեցույց, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, բայց թե օրինակ որոշել ինչ հեքիաթը պետք է օգտագործել երեխայի հետ, որ իր համար ընկալելի եւ հասկանալի լինի ու օգնի իրեն հասկանալ իր հույզերը եւ դիմացինի հույզերը, դա իհարկե արդեն մշակութային ադապտացիայի կարիք ուներ։ Այս աշխատանքից հետո արդեն քաղաքապետի թույլատվությամբ եւ հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ սկսվեցին իրականացնել պիլոտային ծրագիրը, այս բանին արդեն հասել ենք ավարտին, վերջապես հասել ենք ավարտին, ու այս ամսվա վերջ ես գործակարգավարականին կներկայացնեմ արդյունքները, բայց որպես այդպիսին այսօր մի քանի, այսպես ասած, ներքին կարգով ինֆորմացիա ցես հետ կիսվեմ, մենք արել ենք 3 մանկապարտեզներում, մանկապարտեզների անունները հիմա չեմ ասի, 3 տարբեր վարչական շրջաններում, վարչական շրջանները ընտրվել են ըստ սոցիալական կարիքի անհրաժեշտության ու մեր տվյալների, օրինակ երեխաների, գդի երեխաների քանակով, այսինքն կյանքի դժվար իրավիճակում գտնող երեխաների քանակով կամ այլ մարտահրավերներով։ Իսկ մանկապարտեզները ընտրվել են ընդհանրապես պատահականության սկզբունքով, համոզվելով, որ մենք չենք ընտրում, այսպես ասած, ամենալավ մանկապարտեզները, չնայած ես համոզված եմ, որ մեր բոլոր մանկապարտեզներն են լավը, բայց մենք ուզում ենք լինել օբյեկտիվ, որովհետև պիլոտի ամբողջ իմաստը այն է, որ վերհանենք խնդիրները, որ հետո երբ որ մենք արդեն պետքա ամբողջ Երևանի մակարդակով այս ծրագիրը սկսենք իմպլեմենտացնել, իմանանք ինչպիսի խնդիրներ կարող են լինել։ Լավ, իսկ ըստ ձեզ ինչ հմտություններ պետք է երեխաները ձեռք բերեն այս ծրագրի շրջանակներում, այս ծրագրից հետո։ Ես կարող եմ ասել ինչ հմտություններ երեխաները արդեն ձեռք բերել ու ինչ փոփոխություններ ենք մենք տեսնում մոնիթորինգների շրջանակում եւ ինչպիսի փոփոխություններ են գրանցել դաստիարակները եւ ծնողները։ Մենք բացի այս սիստեմային հետազոտությունից, որ այստեղ պետքա փաստերով խոսալ, մենք Wechsler-ի թեստի միջոցով, որը կլինիկական շատ ծավալուն թեստ է, իրականացրել ենք 180 երեխայի կոգնիտիվ կարողությունների ուսումնասիրություն, ինչպես նաև
Սա որակական մասն է, բայց ավելի ճիշտ քանակական, իսկ որակականով մենք ծնողների եւ դաստիարակների հետ անցկացրել ենք ինտերվյուներ, իսկ հետո շարունակական մոնիտորինգներ։ Ու եթե պայմանական, օրինակ ծնողների X%-ը հայտնում էր, որ իրենց երեխաները ունենում են մարտահրավերներ հույզերը արտահայտելու կամ կառավարելու, արտահայտվում են հույզերը շատ ժամանակ ագրեսիայի միջոցով։ Հիմա արդեն այն մանկապարտեզներում, որտեղ որ ավարտվել են, 3-ից 2-ում աշխատանքներ ավարտվել են, մենք post assessment-ի շրջանակում փուլում ենք հիմա, այո, մենք տեսնում ենք ծնողները տալիս են արդյունքներ, այդ նույն հարցադրումների ժամանակ, որտեղ որ ասում են, որ երեխան կարողանում է ավելի հեշտությամբ հաղորդակցել իր հույզերը, այսպես ասած, ագրեսիա կամ ջղայնության որևիցե հուզական ֆոնը նվազել է։ Եվ որ գործնականում սա ինչպես է արվում։ Դուք նշեցիք օրինակ հեքիաթների կիրառությունը։ Կան նաև այլ մեթոդներ, որոնք ծրագիրը ենթադրում է եւ որոնց միջոցով երեխաները սկսում են ավելի լավ ճանաչել իրենց հույզերը կամ Ուղղակի եթե մենք ես սկսեմ սաղ պատմել, բայց դա է հետաքրքիր, գիտեք։ Չի հերիքի ժամանակը։ Ինչ կարող եմ ասել, ինքը ստանդարտ պրոտոկոլը 8-ից 10 շաբաթանոց պրոտոկոլ է, որը շաբաթական կտրվածքով դաստիարակն է որոշում, որը վերապատրաստվում է անցելի մասնակազմի կողմից, դաստիարակն է որոշում, թե որին պետք է ուշադրություն դարձնի։ Իրանց առաջ դրված ապարտականություն, որ իրանք եւ հույզերի ճանաչման հետ պետք է աշխատանք տանեն, եւ հույզերը արտահայտելու, եւ հույզերը հաղորդակցելու։ Իսկ արդեն տեխնիկաները պայմանական, թե դա կլինի հեքիաթի միջոցով, թե դա կլինի օրինակ ասել արտահայտություն եւ հետո հարցնել, այո, ինչ էր զգում այս մարդը այստեղ։ Կամ այ դու հիմա ինչ ես զգում, կարող ես գտնել քո հույզը, նկարագրել քո հույզը ու օրինակ ցույց տալ դա։ Ինչու հենց նախադպրոցական շրջանը, այլ ոչ թե կրտսեր դպրոցը։ Որովհետեւ տեսեք, երեխայի հոգեբանական եւ հուզական կայունությունն ու կայացումը, սա երեխայի պաշտպանության կարևորագույն կոմպոնենտներից մեկն է։ Երեխաները շարունակաբար, ականատես են, անցնում են տրանսֆորմացիոն շրջանով, դա նորմալ է, բայց երբեմն մենք ունենում ենք մարտահրավերներ, հատկապես եթե խոսում ենք կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխայի մասին։ Որպեսզի ավելի կոփված նրանք կգնան դեպի առաջին դասարան։ Սա ոչ թե դրա մասին է, այլ սա առաջին հերթին նրա մասին է, որ մենք ուզում ենք ամեն ինչ անել, որպեսզի ունենանք երեխաներ, ովքեր որ ավելի բարենպաստ պայմաններում են մեծանում, կարողանում են իրենց հույզերը արտահայտել, իրենց կարիքները արտահայտել, որովհետև եթե ամենանեգատիվ տարբերակով, այս երեխան ինչ որ պայից հայտնվի պայմանական սոցիալական աջակցության համակարգում, մենք ունենք երեխա, որ շատ հստակ կարող է դնել իր սահմանները եւ ներկայացնել իր կարիքները։ Իսկ սա գիտակցվածության շատ մեծ կոմպոնենտ է։ Հիմա մենք նաև տեսնում ենք այն, որ օրինակ մանկապարտեզներն ներառական են, չէ՞։ Մենք օրինակ ունենք մոնիտորինգների արդյունքում խմբեր, որտեղ որ կային գդի երեխաներ, եւ եթե սկզբում մենք տեսնում ենք որոշակի մակարդակով խմբի մեջ սեպարացիա, հիմա իմ աշխատակիցները ինձ տեղեկացնում են նրա մասին, որ երբ որ մենք գնում ենք պարոն Ղարիբյան, մենք չենք կարողանում անգամ գտնել այդ երեխային, որովհետև սա նաև նպաստում է ինտեգրմանը եւ առողջ հաղորդակցմանը։ Սա շատ կարեւոր է ու մենք լիահույս ենք, որ ծրագրի արդյունքները երբ որ ներկայացնենք, դա կլինի այն բազան ու հիմքը, որի արդյունքում արդեն ամբողջ քաղաքով կկարողանանք օգտագործել, իսկ հետո կկիսվենք մեր գոլեգաների հետ։ Իսկ ինչպես է գնահատելու այս ծրագրի արդյունքները։ Նախ ինչպես նշեցի մետրիկներ, օգտագործվում է եւ քանակական եւ որակական վերլուծություն, այսինքն մենք այնտեղ ունենք 180 երեխայի կոգնիտիվ կարողությունների չափումը, սա ամեն երեխայի վրա ծախսվել է առնվազն 1 ժամ, որպեսզի վերհանվեն եւ վերլուծվել է։ Մենք ունենք ծնողների հետ նախնական որակական արդեն ինտերվյուները, կլինիկական ինտերվյուները, քննարկումները, նույնը դաստիարակների հետ իրանց կարիքները վերհանելով։ Մենք տանելու ենք ուղիղ համեմատական կորելացիա, ինչ կար եւ ինչ ենք ստացել։ Իհարկե կոգնիտիվը, երեխայի կոգնիտիվ կարողությունները հաշվի առնելով, որ օրինակ Վեքսլերը թույլ չի տալիս 6 ամսից շուտ
կիրառել, որովհետև եթե 6 ամսից շուտ ես կիրառում հետազոտությունը, դա արդեն դու իրական պատկեր չես ստանում, այլ դու ստանում ես ուղղակի պատկերների մասին, թե արդյոք երեխաները հիշում են ինչ են լրացրել, թե չեն լրացրել, դրա համար մենք ընտրել ենք ուրիշ մեթոդաբանություն, որով որ այդ աշխատանքը կտարվի, իսկ 1 տարի հետո մենք սա Wechsler-ով նույն խմբի հետ նորից մի հատ կստուգենք, որպեսզի հասկանանք արդյոք եղել է որևիցե դրական փոփոխություն կամ ոչ, որևիցե գիտակցության այդ հատվածներից մեկում, փոփոխությունների առում։ Հիմա սա օրինակ արդեն այս աշխատանքը մենք ուղարկել ենք Scopus եւ այլ գիտական ժուրնալներ ու նույն օգոստոսին, եթե ճիշտ եմ հիշում, Ավստրալիայում մենք ներկայացնելու ենք այս աշխատանքը, որ տարվել է որպես գիտային նորմատիվ երեխայի պաշտպանության ալտերնատիվ կարողությունների զարգացման։ Հետաքրքիր է, կա արդեն մոտավորապես պլանավորում, թե դրական արդյունքների դեպքում երբ է ամբողջական կիրառում Եվ երկարաժամկետ լինելու, չէ՞։ Քաղաքապետի հետ քննարկումներում մեր նպատակը այն է, որ ունենանք արդյունավետ եւ օբյեկտիվ պիլոտ ու դրանից հետո պայմանական ինչ որ ժամանակ հասկանալու համար ինչ ադապտացիա է պետք անել, որովհետեւ մենք հասկանում ենք 3 մանկապարտեզը եւ պայմանական 500 մանկապարտեզը, սրանք նույն թվականակը չեն, իսկ յուրաքանչյուր մանկապարտեզ դեռ մոնիթորինգի մեխանիզմներ կան, որը պարտադիր ձևով դրված են։ Մենք ակնկալում ենք, որ երևի թե արդեն պիլոտի ավարտից հետո 1-2 ամսվա ընթացքում մենք կսկսենք դա ամբողջ Երևանով կիրառել։ Եվ պիտի վերապատրաստվեն նաև մասնագետները ենթադրում։ Այո, մասնագիտական վերապատրաստումը դա այդ ստանդարտ պրոտոկոլից առաջ սկսվող աշխատանք է, որը տևում է 1-ից 2 շաբաթ առնվազն, բայց եթե մենք հաշվենք առնում նաև նախնական գնահատումը, մենք միայն 1-2 ամիս նախապատրաստական աշխատանքն ենք տանում։ Բացի այդ, հասկանում եք, այստեղ միայն աշխատանքը այսինքն նախապատրաստումը դեռ բավարար չի։ Օրինակ երեխաների համար մանկապարտեզներում ստեղծում են անկյուններ, որոնք որ կոչվում են երեխաների հանգստի անկյուն։ Սրանք հատուկ նորմատիվներով, չափորոշիչներով անկյուններ են, որոնք իրանց մեջ օրինակ պայմանական պետք է ներառեն հարմարավետ բազմոց կամ ուրիշ ինչ-որ մի բան, հա, ու արդեն սրանք պետք է այդ կահավորումը ապահովի։ Մենք ապահովել ենք 3 մանկապարտեզներում, նախակրթական հաստատություններում, բայց միևնույն ժամանակ ասել, որ մի անգամից կկարողանանք բոլորում ապահովել, դա իհարկե ռեալիստական չէ։ Հետևաբար մեր մոտեցումը ենթադրում եմ, որ կլինի ստրատեգիկ, կսկսենք առաջնահերթություններ տալով գալ հասնել նրան, որ ամենաուշ տարվա վերջ արդեն բոլոր մանկապարտեզներում ծրագիրը ակտիվորեն կներգրավի եւ կօգտագործվի։ Որովհետեւ մեր հույզերը ճանաչելը հատկապես վաղ տարիքից իսկապես շատ կարեւոր է։ Շատ կարեւոր եւ շատ դժվար է, ես կարծում եմ։ Այո, շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություն։ Ծրագրին նույնպես եւ վստահ եմ դեռ առիթներ կունենանք մեր տաղավարում արդեն վերջնական արդյունքների մասին խոսելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվում ենք առաջ լսելով երաժշտություն։